ենք ամեն ինչ, որ ամսի 8-ին մենք բոլորս արտանանք նոր Հայաստանում, որակապես եւ ինչ ասեմ, բոլոր դրսևորումներով իսկապես նոր Հայաստանում, որի կառավարությունը, որ պետությունը կսկսի պաշտպանել իսկապես իր ժողովրդի, իր պետական շահերը։ Շնորհակալություն բոլորի ելույթների համար, եթե չունեք ելույթներ, հարգելի ընկերներ, ուզում եմ խոսքը փոխանցել իմ գործընկերոջը, ներողություն, խնդրեմ, հաճույքով կլսենք ձեզ։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հենց այս վերջին անդրադառնալ կապված նրա հետ, թե մեր իշխանությունները իսկապես արդյոք Հայաստանի շահերից են ելնում, երբ որ իրենց այս կամ այն հայտարարություններն ու գործողություններն են կատարում, կապված սահմանազատման գործընթացի հետ, այն խնդիրների հետ, որոնք 1988 թվականին ի վերջո արձանագրվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև։ Եվ սա մի հատ ցայտուն օրինակ է, թե այսօրվա Հայաստանի իշխանությունները իրականում ում շահերն են պահպանում, Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, թե Ադրբեջանական Հանրապետության շահերը։ Տեսեք, այն գործընթացը, որը որ պարոն Ղազարյանը նկարագրեց, սկսվել է 1984 թվականին Սովետական միության մինիստրների սովետի որոշմամբ եւ ստեղծվել է համատեղ հանձնաժողով հայկական ադրբեջանական, որի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանազատումն ու սահմանագծումն էր։ Հայտնի է, որ այդ վեճերը կային, որ բազմաթիվ ապօրինի հողազավթումներ են տեղի ունեցել ադրբեջանական խորհրդային հանրապետության կողմից եւ առաջացած վեճերի լուծման համար ստեղծվել էր այդ աշխատանքային խումբը։ Աշխատանքային խումբը աշխատել է 4 տարի եւ 1988 թվականի հունվարի 12-ին Վլադիմիր Մովսիսյանը, որը որ մեր մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալն էր, եւ Ադրբեջանի առաջին տեղակալը Մամեդովը ստորագրել են արձանագրություն, այդ արձանագրությունը կա, արխիվներում պահպանված է, հրապարակված է տարբեր տեղերում, ես դրա վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ ու ելույթներ եմ ունեցել, եւ այդտեղ արձանագրված է, որ Հայաստանի խորհրդային սովետական սոցիալիստական հանրապետությունը ըստ էության ձեռք է բերում են 12000 հեկտար տարածքը, որը ապօրինաբար օգտագործվել է Ադրբեջանի կողմից։ Եվ այդ արձանագրության մեջ կա մի հատուկ կետ, որ եթե ապագայում վեճեր են առաջանում երկու հանրապետությունների միջև, իրավապահորեն միակ ճշգրիտ հիմքը հենց այդ արձանագրությունն է։ Այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնվել էին այն մասին, որ դա է իրենց միջև սահմանը 1988 թվականի հունվարի 12-ի դրությամբ։ Հիմա երբ որ հայտնի Տավուշյան իրադարձությունները տեղի ունեցան եւ ըստ էության Փաշինյանը հանձնեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները Ադրբեջանին Տավուշի մարզում, ես բարձրացեցի այդ հարցը եւ ասացի, որ տեսեք, կա արդեն իսկ իրավական հիմք, եթե դուք գնում եք սովետական միության տարածքը, սովետական միության ժամանակահատվածը, իրավական հիմքը արդեն արկա է։ Այդ սահմանները արդեն իսկ ոչ միայն սահմանազատվել են, այլ նաեւ դեմարկացիա է իրականացվել։ Դրանք կան որոշ տեղերում են միայն, որ սահմանային այդ նշանները փոխվել էին կամ վերացվել էին, բայց դրանք շատ փոքր մաս էին կազմում ամբողջ գրեթե 2000 կիլոմետրանոց սահմանի կտրվածքով։ Եվ այդ ժամանակ ինչ արեցին Հայաստանի իշխանությունները։ Արդարադատության նախարարությունը մի մեծ այդպիսի հրապարակում ի հայտ բերեց, թե տեսեք, այն
88 թվականի հունվարի 12-ի արձանագրությունը իրավական հիմք չունի, որովհետև դա միայն կառավարությունների միջև էր կնքված եւ հաստատված չէր խորհրդարանների կողմից։ Ես ասացի հարգելիներս, տեսեք, 1977 թվականի սահմանադրությամբ, 1978 թվականի ՀԽՍՀ սահմանադրությամբ, 1978 թվականի ադրբեջանական ԽՍՀ սահմանադրությամբ այդ հարցերը այլևս չեն գտնվում խորհրդարանների իրավազորության ներքո։ Դրանք տեղափոխված են նախարարների խորհրդին, որովհետև սահմանադրությունը եւ Հայաստանի 78 թվականի եւ Ադրբեջանինը հստակ ասում էր, որ բոլոր այն հարցերը, որոնք սահմանադրությամբ ամրագրված չեն Գերագույն խորհրդին կամ Գերագույն խորհրդի նախագահությանը, դրանք հանդիսանում են նախարարների խորհրդի իրավազորություն, իրավասություն։ Եվ 1988 թվականի հունվարի 12-ի այդ փաստաթուղթը պարտադիր իրավաբանական ուժ ուներ, առնվազն մինչև սովետական միության փլուզումը։ Բայց եկեք ու տեսեք, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները ասում են, որ չէ, դա փաստաթուղթ է, որը որևէ իրավաբանական նշանակություն չունի, եւ մենք պետք է առաջնորդվենք Գենշտաբի 74 կամ 76 թվականի քարտեզներով, որտեղ որ բնականաբար այդ տարածքները Հայաստանի տարածքներ չեն նշագրված։ Հիմա սա մի առաջին փաստ, երկրորդ փաստը արդեն խորհրդային միության փլուզումից հետո պարոն Շահազադեյանը շատ հստակ ներկայացրեց Ալմատայի հռչակագրի էությունը, նշանակությունը եւ այլն։ Մի փոքրիկ լրացում հետեւյալ առումով։ Տեսեք, իսկապես ոչ Ալմատայի հռչակագիրը, ոչ էլ 91 թվականի դեկտեմբերի 8-ի այդ Բելովեժյան համաձայնագիրը որևէ խոսք չեն ասում այդ երեք հանրապետությունների կամ Ալմատայի պարագայում 12 հանրապետությունների միջև սահմանների ճանաչման մասին։ Այնտեղ ընդհանրապես խոսքը գնում էր տարածքային ամբողջության սկզբունքի պահպանման մասին, որը բացարձակապես կապ չունի, թե սահմանները ինչպես են գծված երկու հարևան պետությունների միջև։ Առաջին անգամ ԱՊՀ երկրների ուրեմն մակարդակով սահմանների ճանաչումը տեղի է ունեցել 1993 թվականի հունվարին, երբ որ ԱՊՀ երկրները կնքել են ԱՊՀ կանոնադրությունը։ Եվ այդտեղ արդեն ուղղակիորեն գրված է, որ ԱՊՀ անդամ պետությունները ճանաչում են միմյանց միջև, շեշտում եմ, գոյություն ունեցող սահմանները, այսինքն այն սահմանները, որոնք իրականում դե ֆակտո գոյություն են ունեցել 1993 թվականի հունվարի 22-ի դրությամբ, երբ որ կնքվել է այդ ԱՊՀ կանոնադրությունը, որը հետո Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1994 թվականի գարնանը, երբ որ մենք վավերացրել ենք եւ այդ պահից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա անդրադառնանք, թե ինչքանով էր դա վերաբերում Ադրբեջանին։ Ադրբեջանը չնայած որ Ադրբեջանի Ալմատայի հռչակագիրը ստորագրել էր, այսինքն Մուտալիբովը ստորագրել էր, չնայած ստորագրել էր ի հակառակ նախորդ օրը իրենց մեջլիսի որոշման, որ որևէ պարագայում Մուտալիբովը իրավունք չունի ստորագրել ոչ հռչակագիրը, ոչ արձանագրությունը Ալմատայի, Ադրբեջանի Հանրապետությունը, երբ որ արդեն պետք է վավերացնել այդ պայմանագիրը, Էլչիբեի ժամանակ արդեն իրենք մերժել են վավերացնել այդ պայմանագիրը։ Եվ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել 1993 թվականի սեպտեմբեր ամսին։ 1993 թվականի սեպտեմբեր ամսին, երբ որ Հայր Ալիևը արդեն իշխանությունը վերցրել էր Ադրբեջանում, ինքը Մոսկվայում ստորագրեց համապատասխան փաստաթղթերը։ Ընդ որում դրանից առաջ Ադրբեջանի խորհրդարանը նոր որոշում էր ընդունել միանալու ԱՊՀ երկրների այդ կանոնադրությանը եւ դառնալ ԱՊՀ անդամ։ Հիմա հարց է առաջանում, եթե Ադրբեջանը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին է միայն դարձել ԱՊՀ անդամ եւ ընդունել ու վավերացրել է ԱՊՀ կանոնադրությունը,
որն է այն սահմանը, որը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետք է գոյություն ունենար։ Բնականաբար դա այն սահմանն էր, որը ըստ ԱՊՀ կանոնադրության գոյություն ուներ, փաստացի գոյություն ուներ երկու հանրապետությունների միջև։ Իսկ մեզ համար բոլորիս պարզ է, որ 1993 թվականի սեպտեմբերի կամ 1994 թվականի ուրեմն գարնան մարտի դրությամբ որևէ անկլավ Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չուներ։ Եվ այդ փաստը իսկապես արձանագրված է այն առումով, որ գոյություն ունեցող սահմաններն են ճանաչվել Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության կողմից։ Եվ վերջինը, ի վերջո, մենք ունենք օրենք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին, որտեղ եթե դուք լապտերով ամեն ինչով ուզում եք ման գալ, որևէ անկլավ չեք հայտնաբերի։ Բոլոր այն տարածքները, որոնք որ նախկինում համարվել են անկլավ, մտել են այս կամ այն համայնքի վարչատարածքային ուրեմն միավորի մեջ եւ 1994 թվականից սկսած Հայաստանի եւ միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրությամբ վարչատարածքային բաժանման մասին օրենքով որևէ անկլավ Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի, բայց մեր իշխանությունները ինչ են ասում, էլի հիշեցնեմ, թե իրենք ինչ ասացին 1988 թվականի հունվարի 12-ի արձանագրության վերաբերյալ։ Իրենք ասում են, որ չէ, 1991 թվականից իբր թե մենք ճանաչել ենք Ադրբեջանի հետ ինչ-որ բաներ, Ղարաբաղի հարցը մի կողմ դրած, եւ մենք պետք է դեռ որոշենք, թե անկլավներ կան, թե չկան, բայց պարոն Շահզադյանի վկայակոչած այդ Փաշինյանի հայտարարությունից հետո Փաշինյանը արդեն բազմիցս խոսել է այն մասին, որ պետք է մենք անկլավների փոխանակության հարցին անդրադառնանք եւ այլն, այսինքն իմպլիցիտ ինքը արդեն ընդունել է, որ այդ անկլավները կան, բայց անկլավները իրավաբանորեն չկան եւ եթե դու դա դարձնում ես բանակցությունների առարկա եւ չես էլ թաքցնում, որ դու պատրաստվում ես դա փոխանակել, դրանով նորից ակնհայտորեն դու ոտնահարում ես քո երկրի, քո ժողովրդի շահերը։ Մենք ունենք այսպիսի իշխանություն ու այդ առումով կարծում եմ բոլորս միակարծիք ենք, որ առանց իշխանափոխության Հայաստանը գնում է կործանման եւ այս ընտրությունները իրականում Հայաստանի եւ չՀայաստանի միջև ընտրության հարց է, կամ լինելու է իսկապես անկախ սուվերեն Հայաստանի Հանրապետություն, կամ Հայաստանը կամաց-կամաց դառնալու է հայտնի թուրք-ադրբեջանական տանդեմի ինչ-որ մի կցորդը մնացուկ։ Շնորհակալություն։ Զրոքորով ընտրում մի հավելում շատ փոքր, պարոն Պողոսյանը շատ լավ ներկայացրեց այս ժամանակագրությունը